Տիր մեդիան ներկայացնում է։ Մոսկվայի պայմանագիրը, որը ըստ էության գործարք է քեմալականների եւ բոլշևիկների միջև, խիստ բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա եւ այդ ազդեցությունը ցավոք սրտի առ այսօր շարունակվում է։ Ինչու՞, որովհետեւ այդ փաստաթղթով էր, որ Հայաստանի զգալի տարածքներ զիջվեցին Թուրքիային, ինչպես նաեւ Ադրբեջանին անցան, օրինակ մասնավորապես Նախիջևանի տարածքը, եւ սրանով մենք կտրվեցինք Իրանի հետ, ասենք երկաթուղային կապից, իսկ դա խիստ կարևոր էր, եթե մենք այսօր այդ երկաթուղային կապը ունենայինք, Իրանի հետ մինչև Հնդկական օվկիանոս կարելի էր այն օգտագործել, ինչը արդեն համաշխարհային նշանակություն ունի։ Մոսկվայի պայմանագիրը պարտադրվեց, որպեսզի այն կրկնվի Կարսի պայմանագրով նույն տարի 1921 թվականի հոկտեմբերի 13-ին, բայց դա նույնքան անօրինական էր։ Պիտի բացի տարածքայինից անդրադառնանք նրան, որ կողմերը եկել էին համաձայնության, որ պիտի թույլ չտան, որ միմյանց տարածքում, միմյանց նկատմամբ ինչ-որ գաղափարներ ձևավորվեն կամ պահանջներ, եւ այդ ամբողջը Ռուսաստան հավատարմորեն կատարում է, եւ ցավոք սրտի պիտի ասել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւս միացել է դրան, եւ բոլոր տեսակի մեր իրավունքների պաշտպանության հարցերը ստորադասվում են, ճզմվում են, խեղվում են եւ ներկայացվում են իբր թե մեր բոլոր խնդիրների հիմք ու պատճառ, որը այդպես չէ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի պահանջի Ռուսաստանից, որպեսզի Ռուսաստանը հստակ դիրքորոշում արտահայտի Մոսկվայի պայմանագրի նկատմամբ, ինչպես ժամանակին արտահայտեց Ռիբենտրոպ-Մոլոտով պակտի նկատմամբ։ Բաժանորդագրվեք Տիր մեդիայի ալիքին։